Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր բոլոր հայությունն էլ գիտակցում է, որ ազգը կանգնած է կործանման եզրին։ Ունենք երկու ճանապարհ՝ ընտրել կործանման ճանապարհը, ընտրել փրկման ճանապարհը։ Իսկ դա որն է։ Տարանջատել իրական ընդդիմությունը կեղծ ընդդիմությունից։ Ամենաթիվ մեկ խնդիրը դա է։ Ժողովուրդ, որոշ քաղաքական պոտենցիալ պոռնիկներ ասում են, քաղաքականությունը պոռնկություն է, մեր ժողովրդից էլ բոլորն էլ լավ գիտեն, որ քաղաքականությունը վաղդառավ պոռնկություն, երբ որ Նիկոլի պես ու իր շքախմբի պես քաղաքական պոռնիկները զբաղվեցին քաղաքականությունով։ Կոչս հայ ազգին է, ինչպես 21 թվականին հանրապետական կուսակցության նախագահ Չիբուրաշկա Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով զարգազները կատարեց Նիկոլին իշխանության պահելու, այնպես էլ հիմա շարունակական բնույթ են անում տվյալ քայլերը մեկ այլ կերպ։ Ռոբերտ Քոչարյանին կոծկելով Սերժ Սարգսյանի հետ։ Շատերը ասում են, դե Քոչարյան Սերժ, այ կույրերի կոմբինատի հավաքածուներ, այ ավանակի կերպարն էլ չունեք, որ ասեմ ավանակներ, Քոչարյանը եթե Սերժի հետ միասին լիներ, Սերժը ինչու պետք է իր բացասական քաղաքական պոռնիկներին ուղարկեր Քոչարյանի միտինգներին բացասականությունը աղավաղեր ժողովրդին հոյասնապեսներ ճամփու դնել։ Դրանց էլ գումարված քաղաքական պոռնիկ Իշխան Սաղաթելյանը։ Նա էլ է քաղաքական պոռնիկ, իմացեք, ազգ, կապ չունի, դաշնակ է, հնչակ է, այստեղ դիտարկեք։ Եվ այստեղ եկանք հասանք Գյումրիում, որ Գյումրիում դրել են 9 ուժ, որոնցից ընդամենը 2-ն են իրական ընդդիմություն, մնացածը բոլորը արբանյակներ են, մի տեղից ղեկավարվող քաղաքական պոտենցիալ պոռնիկներ են, Սարիկ Մինասյանի գլխավորությունով։ Այն օրը Վարդան Ղուկասյանը ասեց Սարիկ Մինասյանը լավ տղա է։ Հետո դրա հետ մեկտեղ շեշտեց, որ բայց լավ տղան ինչ գործ ունի դրանց հետ։ Այո, Վարդան Ղուկասյան, շատ ճիշտ եք, շնորհակալ եմ ձեր այդ մեծարման համար։ Ինքը որպես լավ տղա կարող է, չգիտեմ, ես չեմ էլ ճանաչում թկած ունեմ նման մարդկանց վրա։ Եթե մեր ազգին ուրանում է, մեր զոհերին ուրանում է, ապա ինքը քաղաքական պոտենցիալ պոռնիկ է։ Իսկ իրական ընդդիմությունը Գյումրիի Վարդան Ղուկասյանն է եւ Կարեն Սիմոնյանը։ Քանի որ բոլորս էլ գիտենք, որ Արիանա Հովսեփյան քաղաքական պոռնիկը բարոյական իրավունքներից, մայրաքին իրավունքներից զուր կենթանակերպը երկու ուժի է բացասական անուն տվել։ Դա մեկը Կարեն Սիմոնյանն է, մեկը Վարդան Ղուկասյանն է։ Իսկ նա ղեկավարում է Նիկոլ Փաշօղլու կողմից։ Մի քիչ լավ գիտակցեք, ժողովուրդ ջան։ Այնպես որ իրական ընդդիմությանը ոչ իրական ընդդիմություններից տարբերեք, ֆիկտիվ բնույթ թող չկրի։ Ձեր քվեն թող հարիր հասնի տեղ։ Դուք ապացուցեցիք 13 թվականին, 2013 թվականին Գյումրեցու թասիբը։ Այնինչ թեպետ այդ տվյալ անձնավորությունը Ռաֆի Հովհաննիսյանի ընտրություններին, որ թասիբով գնացիք, չտալով քվեն Չիբուրաշկա Սերժին, տվեցիք Ռաֆի Հովհաննիսյանին, դրա հետ մեկտեղ ատամներով են պահեցիք քվեները։ Այդտեղ ես զգացի Գյումրեցու թասիբը, այս պահը ճիշտ ճակատագրական աստերային ժամանակն է ժողովուրդս, որ դուք նման կերպ վարվեք, քվեն տակ իրական ընդդիմությանը եւ ատամներով պահեք այդ քվեն։ Եթե հակընդդեմ հայց կներկայացնեն ձեզ, դուք էլ այդտեղից իրական հեղափոխության հիմքը կմեկնարկեք։
Խնդրանքս բոլոր գյումրեցիներին է, աշխարհի հայությանն է, ժողովուրդ, կամ Հայաստան ենք կորցնում, կամ Հայաստան ենք փրկում։ Ընդդեմ ասեմ, որ Գյումրի ընտրություններից էլ է կախված Հայաստանի ճակատագիրը։ Գյումրի թասիբը, ժողովուրդ, արթնացեք, ճիշտ քվեարկություն, ճիշտ մարդին կողքին կանգնեք եւ ճիշտ քայլերով եկեք այն իրական ճանապարհին, որը որ կարող են Հայաստանը փրկել, ոչ թե կործանել։ Այսքանը շնորհակալություն ուշադրության համար։